Խաղաղության պայմանագիրը կնքելու համար կողմերը հայտարարել էին, որ այլևս որևէ բան չի ոչնչացնում։ Ինչն է պատճառը, որ գործընթացը չի իրականացվում։ Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է եւ անհրաժեշտություն միայն մնացել, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցում ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ինչպես են արձագանքում, ինչ-որ նոր նախապայմաններ են առաջ բերել, ի՞նչն է խանգարում։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է եւ միակ անհրաժեշտությունը ստորագրելն է։ Իրենք գիտեք, որ հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները եւ մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, կլինի Մինսկի խմբի լուծարման մասին, գիտեք, որ մենք պատրաստակամություն ունենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Գրապում են ադրբեջանցիները, ինչ խոսում եք խաղաղության մասին, մայիսի 29 ժամը 1-ից 1:15-ի հանդիպում կրակենված է խոսնավար բնակավարության բյուջետը վանքով մնացվել է բնակելի գյուղ։ Սա է ձեր խաղաղության նպատակը։ Ադրբեջանը ձեր խաղաղության լեզերին կրակոցներ է պատասխանում։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ, առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՄՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Չէ, ասում եմ հայտարարության մասում մեկնաբանություն չունեմ, պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ Խոսեմ, դուք խոսում եք նկատողների իշխանությունը խաղաղության մասին, բայց ամեն անգամ խաղաղության արված հայտարարությունների պատասխան Ադրբեջանը կրակոցներով է պատասխանում։ Սա ինչպես է մեկնաբանում։ Սահմանային միջադեպերի հետաքննության մասով էլ գիտեք, որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, հետաքննենք տեղի ունեցող միջադեպերը։ Հայկական կողմը ինչ-որ ձեր պատասխանում է, թե մենք պարզապես այդ գրագործները վերցնողներին ենք եւ վերջ։ Հայկական կողմը, ինչպես նշեցի, եւ հրապարակային դրա մասին հայտարարելը արձագանք է, եւ նաեւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ենք առաջարկել։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի հետաքննության մեխանիզմը ստեղծենք։ Պարոն Գրիգորյան, դուք պատերազմի վտանգ տեսնում եք, մենք այս հարցը հաճախ ենք տալիս, բայց վերջին շրջանում մենք տեղեկություն ունենք, չեմ կարող շատ մանրամասնել ինչպես, որ ռուսական բարձրագույն իշխանության կողմից ուրիշ տեքստով հասկացել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստեք պատերազմի, որովհետև պատերազմը անխուսափելի է։ Եթե Հայաստանը այս քաղաքականությունը շարունակի, ինչ-որ քաղաքականություն Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն է պատճառը պատերազմը լինելու, հա։ Ճիշտ եմ հասկանում ձեր հարցի բնույթը։ Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատճառը հանդիսանալու պատերազմի հակառուսականությունը մեկ, երկրորդ Ադրբեջանի հետ սխալ հարաբերությունները եւ քանի որ Ալիևը տրամադրել Ինչ առումով է սխալ եւ նայեք, ասում եք ինֆորմացիա ունեք, ես չեմ լսել այդպիսի ինֆորմացիայի մասին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, չեմ կարող մեկնաբանել մի բան, որի մասին չեմ լսել, դուք ասում եք չեք էլ կարող պարզաբանել։ Ռուսաստանը, եթե Ռուսաստանի դաշնությունից այդպիսի ինֆորմացիա կա, երևի ճիշտ կլինի հրապարակային ասել դրա մասին։ Հյուպատոսարանը կապանում ինչու չբացվեց, որովհետև Լավրովի այցի ժամանակ ենթադրվում է, որ պետք է նաև Ռուսաստանի հյուպատոսություն բացվի կապանում, բայց այդպիսի բան չէր ենթադրվում։ հայտարարվել է։ Այդպիսի հայտարարվել է, որ
հայտարվել է, որ բացվելու է, այդպիսի հայտարարություն չի եղել, որ բացվելու է։ Ինչպես չի եղել, նախարարի տեղակայում մակարդակով է եղել, որ Ասվել է, որ Սերգեյ Լավրովի այցին բացվելու, չէ, այդպիսի բան չի ասել, ամենայն հավանականությամբ ասվել է քննարկվելու է, եւ քննարկվել է, դա։ Դրանից ընդհանրապես մի քանի օր անց հայտարարվեց, որ Ֆրանսիան է հպատակություն բացելու Գորիսը։ Որովհետև Ֆրանսիայի հետ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել։ Իրանի հետ էլ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերել, ինչպես նշվել է, նախապես նշվել է, չէ՞ որ քննարկվել է այդ հարցը։ Պատերազմի ռիսկի մասով չասացիք, պարոն Գրիգորյան, դուք Պատերազմի ռիսկի մասին դուք հղում եք կատարում Ռուսաստանի Դաշնությանը ձեր աղբյուրների։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինել, խաղաղություն է լինելու տարածաշրջանում, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ էիք ասում։ Ռուբիոյի հայտարարությունը, հա, որ Ամերիկանը տեսնում է վտանգ հակամարտության սման եւ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, նախորդ շաբաթ էր այդպիսի հայտարարություն։ Նայեք, ավելի ճիշտ կլինի պարոն Ռուբիոյի հայտարարությունը հենց ինքը մեկնաբանի, հա։ Կարծում եմ հնարավորություն կա, նախկինում մեր լրատվամիջոցները հնարավորություն են ունեցել պետդեպարտամենտից մեկնաբանություն է ստանում։ Այլ իրավիճակ կա, երբ Ամերիկան է նման հայտարարություն անում։ Ամերիկան ունի իրավիճակի իր գնահատականները, մենք ունենք իրավիճակի մեր գնահատականները, երբեմն կարող են այդ գնահատականները համընկնել, երբեմն կարող են չհամընկնել։ Եվ վերջին հարցը ինչ եք կարծում, որ փուլում ձեր իշխանությունը կընդունի, որ Ադրբեջանի այդ բանակցությունները ձախողվել են, հակողում են եւ խաղաղության պայմանագիրը չի ստորագրել, թե չէ հավերժ ասել, որ բանակցում ենք եւ պատերազմի վտանգով ժողովրդին սպառնալը որքանով է ճիշտ։ Ինչը, բայց այդ ձեր հարցի իմաստը չհասկացա, ինչ է նշանակում, երբեք դուք ընդունել։ Ինչ է նշանակում, երբեք մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել։ Մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել։ Դուք խաղաղություն ասելով ինչ եք հասկանում, ինչ եք ուզում որ լինի։ Նայեք, միջադեպ եղել է, միջադեպի մասով մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, բայց նաև ես ուզում եմ նշել, օրինակ, սահմանազատման գործընթացը։ Հիմա եթե միայն այդ կետի մասով եք նայում իրադարձությանը, նայեք սահմանազատման գործընթացին։ Սահմանազատման արդյունքում հիմա մենք ունենք 12.7 կիլոմետր սահմանազատված հատված, եւ նաեւ հավելյալ նաեւ սահմանային գիծ, որտեղ երկու կողմում էլ գտնվում են սահմանապահ զորքերը եւ վերջին 5 տարվա ընթացքում որևէ միջադեպ չի եղել, կներեք, մեկ միջադեպ է եղել այն հատվածում, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած, եւ մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք եւ հավելյալ այդպիսի սահմանազատված հատվածներ ունենանք, հավելյալ սահմանապահ զորքերի տեղակայում ունենանք, որպեսզի կայունություն ունենա։ Այսինքն նայեք, կարող ենք նայել խաղաղությանը որպես իրադարձություն եւ մտածենք, որ այս մի կետն է լինելու, որից հետո խաղաղություն է լինելու։ Կարող ենք մտածել խաղաղությունը որպես գործընթաց, խաղաղության կառուցում, եւ ես կարծում եմ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե մեր բոլոր խնդիրները չենք լուծել, մենք չենք կարող ասել, որ ամբողջովին խաղաղության օրակարգը իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներից մեկը նշվածն է եւ նաեւ ընդհանուր առմամբ այն միջավայրն է, որը տարածաշրջանում գոյություն ունի։ Սյունիքի հատվածում չէ, իրադարձության ուղղությամբ չէ։ Բայց նաև նշեցիք հենց սահմանազատված հատվածների վերաբերյալ, հենց հարցը դրան է վերաբերել, որ եթե սահմանազատված է հատվածը, ապա պետք է ջանքեր գործադրել, որ մյուս հատվածներում էլ տեղ ունենա։ Հենց դա էլ փորձ հենց այդ կանգնած չի։ Որովհետև կոնկրետ այո սահմանազատված հատվածներ գրակոչներ չկան, բայց ներքին Կարմիր աղբյուր, Մովսես յուղերում եւս գրակոչների ձայներ լսվում։
կանգնած չի սահմանազատման գործընթացը, փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են եւ շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Վերջին պայմանավորվածությունը այն է, որ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան սահմանակետից մի քիչ այլ ներքև շարունակվելու է սահմանազատումը եւ փորձում են բանակցությունների միջոցով հասնեն լուծումների, որպեսզի շարունակվի սահմանազատման գործընթացը։ Այսինքն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի մենք առաջ ընկնենք։ Շնորհակալություն։